Աստված օրհնի բոլորիդ, ողջունում եմ, ում չեմ տեսել, սիրելի եկեղեցի, ես ուզում եմ ասել չգիտեմ, բայց լավ էլ գիտեմ, մենք շատ անուշ երգչախումբ ունենք, մենք ոչ թե միայն երգչախումբ ունենք, այլ Աստված օրհնել է մեզ, իրանք երկրպագում են, օրհնում են, երկինք հիշնում են, մենք էլ իրանց հետ վայելում ենք, Փառք Աստծո ձեր համար, շնորհակալ ենք, թող Տերը էլ ավելացնի ձեր շնորհքը, դա մեր օգուտն է, շնորհակալ ենք, շատ հաճելի մթնոլորտ Տիրոջ ներկայությունը միշտ հաճելի է, Տիրոջ ներկայությունն է, որ փոխում է մեր կյանքերը, Տիրոջ ներկայությունն է, որ մենք ճիշտ ենք մտածում, Փառք Տիրոջը, լավ ես արել, որ եկել ես, Ռոբերտ ախպորս ասաց, չնայած այս ձանը բքին, դու Աստծո տան մեջ ես, օրհնյալ լինես դու։ Ուրեմն աղոթք էի անում, որ ասեցին պետքա պատգամ տաս, ասեցի Տեր Աստված, խնդրում եմ, որ քո ժողովրդի համար խոսք տաս, որովհետև երբ որ Աստված քո համար է խոսք տալի, աղոթք ես անում, դա մի ուրիշ բան է, բայց որ ժողովրդի համար է տալիս, դա ուրիշ բան է։ Եվ այս խոսքը, որ առել եմ, ժողովուրդ ջան, Աստծուց մեր բոլորիս համար է, իմ եւ քո համար է։ Ուրեմն վերնագրել եմ այսպես, որն է Աստծո երկյուղը եւ ինչու է պետք մեզ Աստծո երկյուղը։ Որն է Աստծո երկյուղը։ Գիտեք։ Եվ ինչու է պետք մեզ Աստծո երկյուղը։ Ուրեմն առաջինը հասկանանք, որն է Աստծո երկյուղը։ Դա սարսափը չի, չէ, սարսափես, վախենաս տենց։ Եվ ոչ էլ վախենաս, կակազես, դա չի, հերքում ենք դա։ Աստծո երկյուղը դա չի, որ ամեն վարքյան վախենաս, վախերի մեջ լինես, դա չի, վայ Աստված տեսա, վայ Աստված լսեց, վայ այս բանը, դա չի ժողովուրդ։ Ահա Տերը ինձ կպատժի, ոչ, այդպես չի։ Մեկը կա, նրա անունը Սատանա է, որը որ մեր ականջին փսփսում է, էսի ճիշտ չարեցիր, իննես չարեցիր, ժողովուրդ, Աստված չի։ Դա Սատանան է, իմ ու քո գլխին այդ խնդիրները բերում։ Ուրեմն, էսի ֆիքսեցինք, որտեղ շատ կարևոր է։ Դա սարսափը չի ժողովուրդ։ Ես Աստծո երկյուղի մասին իրոք շատ կարանք խոսանք, շատ մեծ թեմա է ինքը, բայց վերցրել եմ 5 պունկտ, 5 պունկտ եմ վերցրել, կարաս կողը դնես նաև եւ շարունակես քո մտքերը, որը գիտես։ Բայց այսօր կնայենք այս 5 պունկտը, որը որ իրոք շատ կարևոր է այս օրերի մեջ եւ միշտ արձիական է։ Աստծո երկյուղը իմաստության սկիզբն է, դա առաջի պունկտ, կարա գրեք։ Աստծո երկյուղը սխալ բաներ չխոսելն է առհասարակ, նամանավանդ իրա օծյալների հանդեպ։ Դու եթե ունես Աստծո երկյուղ, դու չես խոսա։ Ես միշտ հումոր եմ անում, ասում եմ լեզուդ կգծես։ Այ մարդ էլի։ Երրորդ պունկտը Աստծո երկյուղը իրա ներկայությունը հարգելն է։ Ոնց։ Երկրորդը Աստծո երկյուղը սխալ բաներ չխոսելն է առհասարակ եւ իր օծյալների հանդեպ։ Չորրորդը Աստծո երկյուղը ծածուկ տեղը հավատարիմ մնալն է։ Հավատարիմ մնաս ծածուկ տեղը։ Եվ 5-րդը Աստծո երկյուղը իր խոսքի մեջ մնալն է։ Սիրելի քուրս ախպերս, Աստծո երկյուղը ինքը քեզ օգնում է, որ դու իմաստուն լինես։ Ինքը քեզ տանում է իմաստության խորքերը։ Իմաստուն մարդն է Աստծո խոսքի մեջ մնում։ Աստծուց երկյուղ ունեցող մարդն է օրհնվում։
Ուրեմն Սաղմոս 111:10-ում ասում է. իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, բարի խոհեմությունն է ամենի համար, որ անում են նրան, նրա օրհնությունը մնում է հավիտյան։ Սաղմոսի մեջ է ասում. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարգեն իմաստությունը եւ խրատը։ Առակացի մեջ ասում է Երանի այն մարդին, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը ինչի է հանդիպում, չարիքի է հանդիպում։ Որովհետև գիտությունն ատեցին եւ Տիրոջ վախը չընդունեցին։ Հա? Ինչքան հետաքրքիր է, չէ՞։ Դաժե մեկնաբանության կարիք չկա։ Պարզա Տերը բացատրում։ Առակացի մեջ, Սաղմոսի մեջ Առակացի 1:29-ն է, որովհետև գիտությունն ատեցին եւ Տիրոջ վախը չընդունեցին, եւ Առակաց 4:7-10 ասում է իմաստություն ստացիր եւ քո ամեն ստացվածքի հետ հանճար ստացիր։ Դու նրան մեծարիր եւ նա քեզ կբարձրացնե։ Նա քեզ կպատվե, երբ որ նրան գրկես։ Նա քեզ գեղեցիկ պսակ է քո գլխի համար եւ փառքը կպարգևե քեզ։ Լսիր որդյակս եւ ընդունիր իմ խոսքերը եւ կկշտանաս քո կյանքի տարիները։ Ժողովուրդ, որ կարդում ես, կարծես տանում է քեզ իմաստության մեջ։ Երկյուղը ինք իրանից վախ, չէ, բոն չի, ասեցինք։ Բայց երբ որ ունես դու Աստծո երկյուղ, քեզ տանում է իմաստության մեջ, հանճարի մեջ, հա, կարդում ենք, շատ հետաքրքիր է։ Կարծես հուշում է, որ Աստծո երկյուղը քեզ հանճարի, բարձրացնելու, հաջողվելու, օրհնելու մեջ է տանում։ Բայց ով որ իր սիրտը խստացնում է, չարիքի մեջ կընկնի։ Հա? Մի հարցի շուրջ մտածում ես, հես չանեմ, չէ, չարանում ես, ընկնում ես փորձանքի մեջ, բայց որ Աստծո երկյուղ ունենաս, ապահովա տենց։ Տեր ջան, ոնց ասես տենց, հա։ Տեր ջան, սիրտս մի բան է ասում։ Էն էլ մի բան, չէ, դու ոնց ես ասում, քո ասածով անեմ։ Դա շատ ապահով է, դա ճիշտ է։ Միգուցե արագ են գնում, բայց ես երկրորդ պունկտի վրա մի քանի բան ասեմ։ Առաջի պունկտը ասեցի, երկրորդը Աստծո երկյուղը սխալ բաներ չխոսելն է, առհասարակ մանավանդ իր օծյալների հանդեպ։ Ժողովուրդ ջան, առաջ Թագավորաց 24:10-ում է գրած, ասում է. ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տերը այսօր քարայրի մեջ քեզ իմ ձեռքը մատնեց եւ ասեցին, որ քեզ մերցնեմ, բայց ես քեզ խնայեցի եւ ասեցի. ես իմ ձեռքը դեպի իմ Տիրոջ չեմ մեկնիլ, որովհետեւ նա Տիրոջ օծյալն է։ Ժողովուրդ ջան, այս համարի շուրջ շատ տարաձայնություններ, այդ Դավիթի վարվելակերպը բանի հետ, Սավուղի հետ։ Գիտեք, ես չեմ ուզում կենտրոնանամ Սավուղի վրա, ես ուզում եմ կենտրոնանամ Դավիթի վրա, Դավիթի սրտի վրա, որ ինքը Աստծո երկյուղ ուներ։ Հա? Կարար, չէ, ճիշտ էր, չէ, կարծես, որ կարար սպաներ։ Ժողովուրդ, Դավիթի ձեռը շատ սովոր էր։ Իրա ձեռները արունոտ էր։ Ով որ մորթ է անում, հովո ջան։ Իրան ստացվում է, անում ես, գիտես։ Ինքը պատերազմի մարդ էր։ Իրա համար մեկին գումարած մեկ էր։ Ի վсё, դաժե որ ձեռները արունոտ էր, ինքը տաճարը չսարքեց, Սողոմոնը սարքեց։ Հիշում եք։ Ուզում եմ ասեմ, իր համար շատ հեշտ բան էր։ Իր առաջնորդին, չգիտեմ, մենցենց մի վարկյանում կտրեր վիզը։ Մի վարկյանում մի բան աներ։ Հեշտ է, հոպ, վсё։ Հարազատներ ջան, միգուցե մի քիչ այլաբանորեն եմ խոսում։ Բայց այսօր դու կարաս հանգիստ մի հատ բան ասես մեկի հանդեպ։
զգուշություն ունեցի, Աստծո երկյուղ ունեցի, միջև մեկին մի հատ բան կասես։ Միգուցե սուրը այսօր մենք չենք հանում մեկին կտրում, բայց մեր խոսքերով այդպես ենք վարվում։ Ու դա Աստծո աչքի առաջ ինչ ձևի է։ Մենք, որ դա չենք անում, Աստծո երկյուղ ունենք։ Մենք կարանք, բայց չենք անում։ Մենք հարգում ենք Աստծուն, մենք սիրում ենք Աստծուն։ Ոչ թե միայն բառերով, այլ լեզուդ կծում ես։ Հասկանում ես, որ ինքը օծված է Իսրայելի թագավոր։ Օծված է թագավոր լինելու եւ դա Աստված է արել։ Ու դու չես համարձակվում ինչ որ մի բան ասես։ Այսպես վարվեց Դավիթը։ Կարար, չէ ճիշտ էր, չէ կարծես, բայց Դավիթ ուներ սիրտ Աստծո սրտի համեմատ ու հարգում էր թե Աստծուն, թե Աստծո օծյալներին։ Ես Աստծո խաթր, Աստծո օծյալներին բան չեմ ասում։ Ես վախենում եմ Աստծուց, որտեվ ինքը Աստծո առաջա, ինքը կսխալվի, ինքը կլինի կկանգնի։ Թող էթա լացի, թող էթա աղոթի, Աստված այցե, իմ ինչ գործն է։ Ես խիմ սուրը հանեմ իմ առաջնորդի դեմը։ Ինչ գործ ունեմ։ Աստծո երկուղ եթե ունենաս, միջև խոսալը չես անի դա։ Կասես Տեր, չէ, իմ գործը չի սա։ Աստծո երկյուղ, որ Աստծո օծյալներին վատ բան չխոսաս, ուրեմն այն էլ ինչ ձև էր, Սավուղը, ժողովուրդ ջան, կոտորեց Սաղին, այդ Սավուղը մտավ Աստծո ժողովրդին կոտորեց, հիշում եք, մարգարեներին, քահանաներին։ Այդ Դավիթ մտելա Սաղին վարի ատվե, դու այդքանից հետո նորից իրան չես ուզում մի ցույց տաս էլի, որը որից հետո իշխանություն էլ ունես։ Շորի ծերը կտրեց ընդամենը, ուրիշ ոչ մի բան։ Էդ էլ ցույց տալու համար, որ Աստված տվել էր իմ ձեռ, կարայի ես, բայց չարեցի։ Դավիթը անգամ Սավուղին մատով չկպավ, բայց կարար։ Դավիթը չուրախացավ լուր բերողի վրա, որ Սավուղի մահվան լուրը ուրախ բերեց։ Դա գրած է երկրորդ թագավորաց 1:14-16։ Ժամանակի առումով չեմ ուզում կարդամ։ Դավիթը լուր բերող պատանուն սպանեց։ Այո, որ լուր բերեց, որ Սավուղը ոչ թե մահացել է, ինքն է սպանել։ Այդ բանի թշնամիները գալիս են, ոնց որ ինքը խոցված է ալնում նետից, ու ասում է ինձ սպանի, էլի սրանց ձեռը չընկնեմ։ Դավիթը հարցնում է, բա ինչ իմացար, ոնց չկարդամ էլ այդ ամենը, ու ասում է ոնց որ ես սպանել եմ, հələ մի հատ էլ երևի բանով էլի քո թշնամուն, քո հետևից էր ընկած։ Դավիթն ասում է սրա վիզը կտրեք։ Դու ոնց ձեռք բարձրացրիր օծյալի, դու ոնց։ Լսեք, Դավիթը չուրախացավ, Դավիթը չեմ մանում, այդ լուր բերողին սպանեց, ինքն էլ մտավ սուքի մեջ։ Ժողովուրդ ջան, այսօր հովիվի ուրախությունը, մեր հովիվի հաջողությունը, մեր հովիվի օրհնված լինելը, դա իմ ու քո համար է լավ։ Դա իմ ու քո համար է լավ։ Որ առաջնորդդ ուժեղ է, հոգով, սրտով, ֆինանսապես, չգիտեմ, դա քո վրա է գալու այդ ամեն բանը։ Հա, Ահարոնի ասում է մուրուքից իջնում է օծությունը միջև հանդերձների ծայրը։ Դավիթը ուներ Աստծո երկյուղ, Աստծուն սիրում էր ոչ միայն խոսքերով, երգերով, այլ նրա խոսքի մեջ էր ապրում։ Տեր գնամ, Տեր հարցակվեմ, չէ, ամեն մի քայլը անելուց ինքը հարցումներ էր անում։ Տեր Աստված, որ գնամ իմ ձեռքը կտաս, լսեք, սա նաև Աստծո երկյուղ ունենալն է։ Միչև մի բան կանես, մի հատ հարցր Աստծուն։ Տեր Աստված, այսպես անեմ, Տեր Աստված, այնպես անեմ։ Դավիթը այդպես էր վարվում։
Սաղմոս 84:10 ասում է, որովհետև լավ է մեկ օր քո սրահներում, քան 1000 տարիներ ամբարիշտների տներումը։ Դավիթի հաճությունն էր, որ մի օր մնար Աստծու հետ, քան թե 1000 տարի լինի, չգիտեմ, ոմն մեկը։ Դավիթը ուրախանում էր Աստծո ներկայությունով, ուրախանում էր նրա խոսքը պահելով, ապահով էր նրա խոսքի մեջ։ Դավիթի սիրտը ի վերջո Աստծո սրտին համապատասխան էր։ Ժողովուրդ ջան, ունենանք Դավիթի սիրտ այսօր մենք, առաջնորդի հանդեպ։ Այն անունն եմ մոռացել, Հովնաթանը, չէ, այն որ իր զինվորներ հավատարիմ էր իրան, Դավիթին, Հովաբ։ Հա? Հովաբ։ Հովաբի հավատարմությունը, հա, Դավիթի հանդեպ։ Ինչքան նվիրված էր, պատերազմից եկավ։ Ինչ? Ժողովուրդ, այդ անունները կարևոր չի։ Որ հավատարիմ էր, որ պատերազմ առաջի գիծ է ուղարկում, որ Ուրյանա։ Ուխ, սաղով իրար հետ ենք։ Ուրյայի հավատարմությունը, հա, Դավիթին։ Ուրեմն Ծննդոց 9:20-ից 29-ն է։ Մենք Դավիթին հələ կանդրադառնանք, ես մի քանի բան ունեմ այդ թեմայով ասելու։ Ծննդոց 9:20-29-ն ասում է, վերեք այս պահը մի քիչ մանրամասն նայենք։ Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց, եւ գինուցը խմեց եւ հարբեց։ Եվ իր վրանի մեջ մերկ էր։ Քանանի հայր Քամը տեսավ իր հոր մերկությունը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։ Եվ Սեմը եւ Հաբեթը հանդերձներն առան եւ իրանց երկուսին ուսերի վրա դրին ու ետ գնացին, իրանց հոր մերկությունը ծածկեցին։ Եվ իրանց երեսները դեպի ետ էր եւ իրանց հոր մերկությունը չտեսան։ Եվ նույն իր գինուցը արթնացավ, Նոյը իր գինուցն արթնացավ եւ իմացավ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր եւ ասեց. անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին։ Նաեւ ասեց. օրհնյալ լինի Եհովան, Սեմի Աստվածը եւ Քանանը նրա ծառա լինի։ Աստված ընդարձակե Հաբեթին եւ նա Սեմի վրանները բնակվի եւ Քանանը ծառա լինի նրան եւ Նոյը ջրհեղեղից հետո 350 տարի ապրեց եւ Նոյի բոլոր օրերը 950 տարի եղավ եւ մեռավ։ Մի տան մեջ 3 երեխա, 3 որդի, որոնք որ առավոտից երեկո նայում էին հորը։ Նայում էին հայրը իր աստվածպաշտության մեջ։ Նայում էին հոր հավատարմությունը, նայում էին հոր հարաբերությունը Աստծու հետ։ Նրա որդիները նույն կերակուրն էին ուտում Նոյի տան մեջ։ Նույն դաստիարակչությունն էին ստանում։ Նրա որդիները Նոյի հետ էին այդ 100 տարիների ընթացքում, կարծեմ, ես մանրամասը չեմ ուսումնասիրել, բայց ամեն դեպքում տեսնում էին ոնց է Նոյը Աստծու հետ, ասում է պատգամ առավ, չէ, վերից Նոյը պատգամ առավ եւ սկսեց նավը կառուցել։ Ժողովուրդ ջան, այսօր դու ինչ որ անում ես, քո զավակը քեզ է նայում։ Դու կարաս իրան ոչ մի բան չասես, բայց ինքը քեզնից ընդօրինակում է։ Դու ինչ որ անում ես, ինքը քեզանից սովորում է։ Օրինակ, բանը, Սամիս ասում եմ, Հովոն ասավ մի ժիմ արա, ապեր, օրը 50 հատ ժիմ արա, ասավ կանեմ, Հովո ախպեր, հա, բայց ես որ անում եմ ինքն էլ է, ստիմուլ է, էլի, դե նմա ասում, всё, papan որ անում է,
ինչ որ անում եմ, ինձանից վերցնում է երեխեն։ Ու ես մտածում եմ, որ այս երկու աղբերը, որ հետ եկան, ծածկեցին իր հորը, ասում է, դաժե չէին նայում, ամաչում էին, հա, նոյը լավ եկել էր, կանգնել էր Արարատի լանջերին, նոյ իջել էր, խաղող էր տնգե, խաղողի բերքից խմել էր, մարդ էր իրա վրանի մեջ, իրա տան մեջ, չգիտեմ, այդ վաղտ օրենքը չկար, ժողովուրդ ջան, խաղող էր, մաճար էր խմեսի միջ էր արել, ամեն դեպքում։ Լսի, ինչ ձևի ես դու վարվում քո առաջնորդի հետ։ Ինչ ձևի ես վարվում քո ծառայակից եղբոր քվոր հետ։ Ինչ ձևի ես վարվում։ Լսեք, մի տան մեջ 3 երեխա, 3-ն էլ ստանում էին նույն կերակուրը։ Մեկը ծաղրող, այն երկուսը ամոթխած։ Մեկը, չգիտեմ, հանդուգն, այն երկուսը մերկությունը ծածկեցին հոր, ամաչեցին։ Գիտեք սրա կուլմինացիոն պահը որն է, որ Նոյը անիծեց այդ որդուն, որը որ այդ ձև էր վարվեր այդ, բայց ասեց դու ծառա կլնես այն աղբերներից, այդ որ ոմն մեկն է իր դու ծառա կլնես, նրանք կտիրեն, նրանցը օրտնեց։ Հարազատներ ջան, մենք այսօր նույն կերակուրն ենք ստանում եկեղեցում։ Գիտեք, միք նայեք ստե գրիշ աղբերն է խոսում, ակնկալեք Աստծուց, Աստված ամեքիդ համար խոսք ունի տալու։ Մի նայեք անձնավորությանը, ես մարդ եմ, միգուցե սխալվեմ մի օր, ու հաստատ կսխալվեմ։ Նայեք Աստծուն, Աստծու երկյուղ ունեցեք։ Ժողովուրդ ջան, մարդը որ կանգնում է, Աստծուն նայեք, խնդրում եմ։ Ցավոք սրտի Նոյի որդիները այսպես վարվեց իր հոր հետ։ Ասեցի, որ 100 տարի Նոյը խոնարհություն արավ Աստծո առաջ, եւ բնականաբար դա գալիս էր իր որդիների վրա։ Եվ սենց էլի Նոյը որ այդ գինուց զարթնեց, ասավ այ մարդ զրյա չեմ դաստիարակել այս տղերքիս, հələ տես ինչ տղերք են, ուրախանում էր իր տղերքով։ Բայց ես դե մտածում եմ, այ մարդ այն մեկը խի տենց վարվեց։ Բայց գիտեք, չէ, Աստվածաշունչը մեզ օրինակի համար է թողվել, որ մենք նայենք, հասկանանք ու ճիշտ վարվենք։ Ճիշտ վարվենք։ Խայտարակելով մյուսները ծածկող նրանք տեսնում էին, ասեցի, տեսնում էին իրանց հոր հավատարիմ լինելը առ Աստված, հնազանդությունը, հարգելը, երկյուղը, հետաքրքիր է որտեղից էին սովորել։ Հորից էին, չէ՞ սովորել։ Երկյուղը Աստծո հանդեպ։ Ես հիշում եմ Ալիկ ախպերը, որ ստեից մի հատ ուրիշ պատգամ էր տալի, Նոյին հիշեց, էդի տպավորավ իմ մոտ, էլի։ Նոյ, ինչ ես անում դու։ Նոյ, ինչ ես անում, հա։ Արև, Անուշ, տապանաշինում։ Աղա ջան, ինչ ես անում, նավակույ բիշևում։ Ես ես սկզբի 3 տարին չէի կարող անուն ասեի։ Նավա, նովո, նավ, ինչ ասես ասում էի։ Ժողովուրդ ջան, հարգենք Աստծուց դրված նոյերին։ Եվ օրհնությունը ինքստինքյան գալու է մեր վրա։ Ծածկենք, միգուցե ծածկենք, չխայտարակենք, չբարձրաձայնենք։ Գիտես, մեր հովիվը սենց, մեր առաջնորդը սենց, մեր ավակ, ոչ, ծածկի։ Ինքը կզարթնի, Աստված իրան կասի։ Ամեն ժողովուրդ ջան։ Երրորդ պունկտը, որ ասում է Աստծո երկյուղը իր ներկայությունը հարգելն է։ Աստծո, նաեւ էլի, դա բերեք նաեւը միշտ կողը դնենք, որտեվ մենակ սա չի, էլի։ Ուրեմն
Աստծո երկյուղը իր ներկայությունը հարգելն է։ Մի հատ օրինակով բերեմ, պաշտամունքը սկսվել է ու գիտակցելով ուշանում ես։ Լսի, Սուրբ Հոգին ստեղ է, ներկա է արդեն։ Աստված ստեղ է։ Կարիք կա ուշանալու։ Ինչ ես ուշանում։ Խնդիրը ո՞րն է։ Աստծուն հարգելը դա նաև որ հələ վերջի, սենց ասեմ, վերջում որ երգում Ռուբեն ախպերը կամ պաշտամունքը չի վերջացել, հարազատներ ջան։ Կարաս ավտոն խոդես, կողինին հետ մի բան աբսուժդատ անես, չգիտեմ, ավիտո մտնես, հարց փորձ, ուրիշ ինչ որ հարցեր։ Սիրելի քուրս ախպերս, որ դու գնաս Պուտինի մոտ, մի ժամ շուտ ես գնալու, ինչ մի ժամ, մի քանի ժամ, շուտ ես գնալու, ու միջև վերջի վարկյանը, ակնկալիքով, որ քո հարցը լուծվի։ Դու միջև վերջի վարկյանը, ես չգիտեմ, ինչ առաջարկությունով ես եկել, ինչ քո բիզնեսի համար ես եկել, քո առողջության համար ես եկել, քո ներքին խնդրի համար ես եկել, քո չգիտեմ, ինչ խնդիրով ես եկել Պուտինի առաջը, դու ասում եմ մի քանի ժամ շուտ ես եթալու միջև վերջի վարկյանը, որ քո հարցերին պատասխան գտնես։ Քուրես ախպերս, մեր Տերը տերերի տերն է, Պուտինի տերն է, տո Պուտինի տերն է, բոլորի, թագավորների թագավորն է, Փառք Հիսուսին, դաժե ինքն է վկա է, Պուտինն է վկա է, որ չէ, նետու վիշի վլասти, Փառք Աստծո Պուտինի համար։ Շուտ գալիս ես, ուշ գնում ես։ Ոնց ես դու անում։ Քուրես ախպերս, Աստծո ներկայությունը հարգի։ Ռուբեն ախպերը, որ երգում է, Սուրբ Հոգին այստեղ է, ուզում եք Աստծո խոսքով հաստատեմ։ Ասում եմ, որտեղ 2-3 իմ անունով հավաքվեն, ես այնտեղ եմ։ Սուրբ Հոգին ներկա է, հարգի միջև վերջի վարկյանը։ Լսեք, գիտեք այնքան ես սկզբի ժամանակները ինձ օգնում էի, որ չվիրավորվեմ։ Ասենք Աստծո խոսք ես խոսում, մի հատ թանկ բան ես ասում, մի հատ Քրիստոսի արյունից ես խոսում։ Երեխուն խաղալիքը տուր, թուղթը բեր, այնիդ ինչ էիր ասում, լսի, այդ ցավը տանեմ, թանկ բաներ եմ ասում։ Էսի Աստծո խոսքն է, էսի իր ներկայությունն է, ես Սուրբ Հոգով լեցված բաներ եմ ասում, դու չես ընդունում, դու լավ ինչ չես հարգում, ցավը տանեմ, գոնե Աստծուն հարգի։ Ժողովուրդ, մենք Սուրբ Հոգուն կարանք նես տրտմացնենք։ Ես որ տես բաներ տենում եմ իմ կյանքի մեջ, նստում եմ երեխունման լացում եմ։ Դա մանալմա հիմնական ծոմերի ժամանակ, որտեվ դու առօրյա կյանքում շատ զբաղված ես, որ Աստծո հետ հարաբերվես։ Դու ժամանակ ունես 5 րոպեանոց աղոթքի համար, բայց այն ներկայությունը, այն քաղցրությունը, այն խոսքը, ես չգիտեմ ձեր մոտ ոնց է ծոմերի ժամանակ է իմ կյանքում, որ շատ փոքր բաներին ուշադիր եմ ելնում ես։ Ու այդ փոքր բանը իմ կյանքում դառնում է 180 աստիճան փոխված մի կյանք։ Այդ փոքր բաները դու առօրյայում ես ասում փոքր է, բայց որ ծոմ ես վերցնում, դու շնչավորից դուրս ես գալի, մտնում ես հոգևորը։ Ու ֆիզիկական կյանքից դուրս ես գալի, մի պահ կտրվում ես, չեմ ասում մահանում ես ֆիզիկական, ոչ, ասում հոգով գնացեք, չէ, եւ մարմնի գործերը չեք անի։ Ժողովուրդ ջան, մեր Տերը տերերի տերն է,
ունենանք հարգանք նրա հանդեպ։ Դա բխում է Աստծո երկյուղ ունենալուց։ Եթե դու ունես Աստծո երկյուղ, հարգանք կունենաս նրա հանդեպ, ով որ այստեղից խոսում է, եւ դա կվկայի, որ Տեր քեզ եմ հարգում, քո ներկայությունն եմ հարգում։ Աստծո երկյուղը ծածուկ տեղը հավատարիմ մնալն է։ Այսօր դերեն աղբերս հավատարմությունից ակնկալեց, որ քո ծածուկի մեջ հավատարիմ եղի, ակնարկեց, ասում եմ ակնկալեց։ Ուրեմն ժողովուրդ ջան, Աստծո երկյուղը ծածուկ տեղը հավատարիմ մնալն է։ Տասանորդի մեջ, ընծաների մեջ, դա այն տերիտորիան է, որ քեզ ոչ մեկ չի տենում։ Քեզ ոչ մեկ չի ասում լավ է, վատ է, մեծ է, փոքր է։ Դա դու ես ու քո Աստվածն է։ Ես, որ նոր եմ ապաշխարը, ինձ հայտնությունով եմ առել տասանորդն ու ընծան ու չգիտեմ, խի ես միշտ ամաչել եմ, բերեմ գցեմ յաշիկը։ Ասեց իմացել եմ ծածուկ է։ Մի օր ավակի հովետ խոսում ենք, այ ախպեր ասավ, բայց գրած է տես միտեղ։ Աստեղ էր գրած չի, բայց ես տենց եմ սովորել, չգիտեմ, հայտնությունով, որ ծածուկ տվողին Աստված հայտնապես օրհնում է, էլի։ Այ ախպեր ասում է, ծածուկ տվողին չի։ Տասանորդը, բանը, էդի այն կին եկավ երկու լոման գցեց, Հիսուսն ասավ, էդի լավ արեցի, սա բոլորից, հա, չգիտեմ, այտենց է մարմնավորվել իմ մեջ։ Ով ասավ ախպեր, ոնց ուզում ես քո աղա քեֆն է, մենք քեզ ոչ դատում ենք, ոչ դու գիտես քո Աստվածը։ Աստծո երկյուղը նաև ծածուկ տեղը քո հարաբերությունն առ Աստված, ծածուկ տեղը, ժողովուրդ ջան, քեզ ոչ մեկ չի տենում։ Քեզ ոչ մեկ չի տենում։ Աստծո երկյուղը այդտեղ է։ Հեսուն ու Քաղեբը հավատարիմ էին։ Ումն էին հավատարիմ, Մովսեսին։ Որ Մովսեսը զայրացավ, հիշում եք, բերեց, ջարդեց օրենքը, տեսավ ինչա կատարում, ինչ կռապաշտության մեջ են։ Անդե եթե չեմ սխալվում 3000 հոգի են այդամ կոտորվում, չէ՞։ Մովսեսը որ իշնում է օրենքները ջարդում է, անդե բանը այդ ցուլը ջուլած են լնում բանից ոսկու ցուլը։ Ատե ասում է որ Աստծունա թող անցնի այս կոմը սուրը մեկը մյուսի անդե վերջ ինչևից է։ Գիտեք ինչի վրա եմ ես կենտրոնանում, որ Հեսուն սես մի հատ արտահայտություն է անում։ Ասում է նորից կբարձրանանք սարը, կգնանք։ Հեսուն հետն առնում։ Առաջ անգամն էլ է հետելնում։ Ասում է 40 օր ծոմ կպահենք։ Աստված նորից կտա։ Վայ քոտուն է շինվի։ Այ ախպեր մի օր ծոմ պահի ծածուկ։ Սա եկեղեցին իմացավ։ Ախպերները զանգում են, բրատ, հո բան չի եղել, խեր գույնդ գցու։ Ես այդ թարսի նման թրաշվել եմ, ասում եմ անգաշ չջոգեն էլի։ Դուխի բանը, այ մարդ, այդ մյուսն է հարցում, գրիչ ջան, ինչ ա եղել, ինչով օգնենք։ Ցավը տանեմ, լավ եմ, թող մնամ էլի։ Ոբշեմ այդ ծածուկ ծոմը լավ բան, ստեից էլ ասի։ Հաջորդ անգամ չգիտեմ ինչ է, կիրանք չեմ պահելվել։ Մի օր, մի սուտկա 40 օր պահել են, բերել են օրենքները։ Ասում եմ, այդ հանգ մի հատ էլ կբերենք։ Վայ քոտուն է շինվի։ Այ քեզ Աստծո երկյուղ, այ քեզ հավատարմություն։ Այ քեզ մարդ, այ քեզ Աստծո մարդ։ Կողինդ գիտի կող ախպեր կա։ Հովոն մեկ զանգում ասում է, բրատ 25 ժամ կողդ կայնած եմ, ինչով։ Հովո ջան ասում եմ 24 չի, ասում է դե մենք մի ժամ ավել ենք էլի աշխատը։ Ջան։ Բոլորը, դուք բոլորդ, այն որ Սակոին զանգում եմ, ասում եմ սոված ենք, Սակո, չեմ ասում, եք կարաշ չես, ասում եմ սոված ենք, բան բեր ուտենք, գազն էինք սվարկում, կստացի վերջացրել ենք երեք, փառք Տիրոջը,
Լրի վերջացրել ենք, չէ, հələ գազ չունենք, բայց Վիտալիկի գործը արված է։ Հարազատներ ջան։ Դուք բոլորդ լավն եք։ Գիտեք խի, որտեվ Աստծո երկյուղ ունեք։ Որտեվ Աստծուն սիրում ես, Աստծուն հարգում ես, դրա համար ինձ էլ ես սիրում, ինձ էլ ես հարգում եւ Պապայի սիրտը ուրախացնում ես։ Այդ Աստծո ուզածը, որ իր զավակներ իր տան մեջ իրար հարգեն ու սիրեն։ Որ Նոյի զավակների նման, եթե մի բան աղե հետ գնան, ծածկեն, լրացնեն, ոչ թե խայտարակեն, ոչ թե բացեն, ոչ թե աշխարհով մեկ անեն, գնան ծածուկ աղոտ կանեն։ Այդ աղբոր համար, այդ քվոր համար, այդ խնդիր ունեցող անձնավորության համար։ Աղբերս այս վիճակի մեջն է։ Իմացար, գնա ծոմի, Հեսուս լավը չես։ Գոնե մի սուտկա այդ մարդու համար ծոմ պահի։ Չես պահում, դե մի խոսա։ Մի խոսա, իրավունք չունես։ Իրան սիրելուց բացի իրավունք չունես ոչ մի բան ասես։ Քուրս աղբերս, մի խռովացրեք Սուրբ Հոգու ներկայությունը, թող իր սիրտը չխռովի մեր վարմունքով։ Թող իր սիրտը ուրախանա մեր վարմունքով, մեր քայլերով։ Թող մեր Տերը ուրախանա մեզնով։ Հեսուն, Տեր Աստված։ Ռոբերտ աղբերս, որ քարոզեց, Հեսունը քաղեբն են, չէ՞, գիգանտներին ասեցին că բերենք մեզի ջուր բան կկրեն, դի, անտիրա։ Աստված էսի լավ հսկաներ ա տվե մեզի։ Բայց այն մնացածը կատվի նման, վայ, մեզ կուտեն, մեզ կսպանեն, մեզ կմորթեն, չէ՞ Ռոբ աղբերս են Կիրակի ասավ։ Հեսուն ու քաղեբը ուրիշ ձև էին մտածում։ Ուրիշ ձեն էին լսում։ Խոստումների ձեններ էին լսում, որ ինչ ալնելու։ Ու Մովսեսի կողը կանգնած էին միջև վերջ։ Ու Աստված օրհնեց։ Հա, ստե եմ գրե, հա ուրեմն։ Հովաբն էլ հավատարիմ էր Դավթին։ Եվ ի վերջո Դավիթը հավատարիմ էր Սավուղին։ Սավուղը ուղարկում է մահվան բերան Դավիթին, գնում էր Սավուղը ինչ ասես օրենք էր։ Աղբեր ինչ ասես օրենք է։ Հովիվ ջան, ինչ ասես օրենք է։ Գնացեք ես իշտեղ, գնացեք ընդ է։ Հարց չկա, կեթանք։ Ու Աստված պահում էր նրան։ Հինգերորդ պունկտը, հարազատներ ջան, Աստծո երկյուղը իր խոսքի մեջ մնալն է, չէ՞։ Ահա, գանք դրան։ Հովանես 12:47-48 խոսքերն է։ Հիսուսն է ասում, եւ եթե մեկն իմ խոսքերին լսե եւ չհավատա, ես չեմ դատի նրան։ Որովհետեւ ես չեկա որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։ Հիսուսն է ասում։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրան դատող։ Այն խոսքը, որ ես խոսեցի, նա կդատե նրան հետին օրումը։ Այսինքն անգամ Հիսուսը ասում է, որ իմ խոսքերը լսեք ու չհնազանդվեք, չեմ դատիլ։ Դատաստան չեմ անի, Հիսուսը փրկելու համար է եկել։ Ինձ ու քեզ դատաստան լինելու է, բայց հիմա չէ, բա երբ է լինելու։ Ոնց։ Վերջին օրերին։ Այո, այս իմաստով, որ մենք խոսքը քարոզում ենք, անհավատներին լսում են, այո, դատաստանի օրը նրանք չեն կարող ասել, որ չգիտեին, որովհետև ես եւ դու նրան ասել ենք։ Նրան Աստծո խոսքը եւ խոսքը կդատի նրան վերջի օրումը։ Տես չի։ Այո, այս իմաստով համաձայն եմ, Աստծո խոսքը խոսում ենք, վերջի օրում դատելու է,
Բայց նաև այս իմաստով նայենք, երբ որ ես Աստծո խոսքը լսում եմ, բայց չեմ հավատում, կամ թերահավատություն եմ անում, բայց արդեն լսել եմ Աստծո խոսքը։ Գիտեմ եւ տեղյակ եմ խոսքից։ Ինձ դատում է։ Օրինակ մեկին խափեմ, Աստծո խոսքը ինչ է ասում։ Ապե խափեբաները երկիր չեն մտնի։ Մեղքի վարձքը մահ է, գրիչ ջան, ես ինչ բանի ես։ Եվ այս խոսքերը կարծես իմ հետ կռիվ են տալիս, բայց ինձ օրհնելու համար են կռիվ տալիս։ Ինձ ապրեցնելու համար են կռիվ տալիս։ Ինձ անեծքից հանելու համար են կռիվ տալիս։ Ի վերջո, ուզում եմ ասել, Աստծո երկյուղ իր խոսքի մեջ մնալն է, այդպես ապահով է։ Աստծո երկյուղը իր խոսքը պահելն է, հարազատներ ջան։ Եթե ունեմ ես Աստծո երկյուղ, դու ունես Աստծո երկյուղ, պահի իր խոսքը։ Պահի իր խոսքը։ Դա իմաստություն է։ Իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է։ Ես մի քանի ամիս առաջ գնում էի մեքենայով գործի, աղոթք էի անում։ Ասում էի, Տեր ջան, ինձ իմաստություն տուր։ Ինձի խելք տուր։ Ինձի հանճար տուր։ Տեր Աստված, ոնց որ Սողոմոնն ասավ, փառք, փող, ոչ մի բան չեմ ուզում, բայց այն ծառայությունը, որ վստահել ես ինձ, այնպես չլինի, որ ես մի օր գամ կանգնեմ քո առաջ ու հասկանամ, որ տգիտաբար եմ վարվել։ Ժամանակս ճիշտ չեմ կառավարել, սխալ եմ արել։ Տեր իմաստություն տուր։ Տեր իմաստություն տուր քո տան մեջ ծառայելու մեջ։ Տեր իմաստություն տուր առհասարակ իմ ընտանիքը առաջնորդելու մեջ։ Իմ գործերի մեջ, իմ ապրած կյանքի մեջ։ Նրանք, ովքեր ունեն Աստծո երկյուղ, նրանք իմաստությունով լեցվում են, ժողովուրդ ջան։ Նրանք չեն բռնկվում, նրանք չեն դատում, նրանք չեն հարձակվում, նրանք, չգիտեմ, ուրիշ բաներ չեն խոսում։ Աստծո իմաստությունը բալանսի է պահում այդ մարդկանց։ Աստծո երկյուղը պահում է հավասարակշռված։ Ինձ ու քեզ։ Առակաց 2:1-10-ն է. Որդյակս, եթե իմ խոսքերը ընդունես եւ իմ պատվիրանքները պահես, քեզ մոտ, որ ականջ դնես իմաստությունը եւ սիրտդ ուղղես հանճարին։ Երբ որ հասկացողությունը կանչես եւ ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես, ինչպես արծաթը, եւ գանձերի նման նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը։ Եվ Աստծո գիտությունը կգտնես, որովհետև Տերն է տալիս իմաստությունը, բերանիցն է գթությունն ու հանճարը, նրա բերանիցն է, նա ուղիղների համար հաջողություն է պահում, նա վահան է անարատությամբ գնացողների համար, օ Տեր փառք ես, որ իրավունքի ճանապարհը պահպանում է, նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը, այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղությունը եւ ամեն բարի ուղին, որտեւ իմաստությունը կմտնե քո սիրտը եւ գիտությունը ախորժելի կլինի քո հոգին։ Ժորդ մտածում եմ այս խոսքի վերաբերյալ ու հասկանում եմ, որ Աստված ուզում է, որ ես եւ նաեւ լսողը իմաստուն լինենք, ժողովուրդ ջան։ Եթե ունես դու Աստծո երկյուղ, դու ընկերություն կանես իմաստության հետ, հանճարի հետ։ Տերը տանելու է տե, դու ինքստինքյան ես դառնալու այդպիսին։ Եթե ունենաս Աստծո երկյուղ, ու դու ունես Աստծո երկյուղ, ու փառք Աստծուն ձեր համար, իմ քուր աղբերս։ Եվ ես մի քանի համար եմ գրել, չեմ ուզում երկարացնեմ, այսքանը բավական է։
Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի։ Գործեք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն չկա։ Տիրոջից երկյուղը սուրբ է եւ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, միևնույն ժամանակ արդար։ Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է, մահվան որոգայթներից խույս տալու համար։ Տիրոջից երկյուղը կենթանացնում է մարդուն, իսկ աներկյուղը մոլորված շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենում։ Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, եւ մարդ նրանով գոհացած կհանգչի, եւ ձախորդության չի հանդիպի։ Երանի բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից եւ գնում են նրա ճանապարհներով։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտենից մինչև հավիտյանս է, իրանից վախեցողների վրա, եւ նրա արդարությունը որդկանց որդիների վրա, նրա ուխտը պահողների վրա, եւ նրանց վրա, որ հիշում են նրա պատվիրանները, նրանց կատարելու համար։ Բայց ինձ լսողը ապահով կբնակվի եւ հանդարտ կլինի, չարիքից չի վախենա։ Հարազատներ ջան, իմ սիրելի եկեղեցի, քուրս աղբերս, այսօր ինձ ու քեզ պետք է Աստծո երկյուղը։ Այսօր ինձ ու քեզ պետք է Աստծո երկյուղը։ Առաջինը ասեցինք, որ իմաստությունով լեցվենք։ Երկրորդը ասեցինք, որ ամեն ինչ չի, որ պետք է խոսանք, ամեն ինչ չի, որ պետք է խոսալ, պետք է անել։ Երրորդը ասեցինք, երկյուղը իրան ներկայությունը հարգելն է։ Չորրորդը ասեցինք, ծածուկ տեղը հավատարիմ լինելն է առ Աստված։ Իրա խոսքի մեջ մնալն է Աստծո երկյուղը։ Աստված օրհնի ձեզ, խնդրում եմ կանգնեք աղոթքի